Իսկ երբևէ եղել է, որ պատահական ինչ-որ մի տղա տեսնեք, հասկանաք, որ հենց ինքն է ձեր միակ սերը, որ դիրտը թրթռում է, որ իրանից բացի ուրիշ ոչ մեկի չեք ուզում, սերը առաջին հայացքից, հասկանաք, որ հենց ինքն է այդ միակը։ Այ հենց տենց է լինում ամեն անգամ։ Ինձ հետ երբ ես տեսնում եմ ինչ-որ մի խանութ։ 1995 թվականի հոկտեմբերին լույս աշխարհակա ես, ու հենց նույն պահին մահացավ գրագետ գումար ծախսելու ֆունկցիան։ Ես մեղավոր չեմ, դա իմ գործարանային կարգավորումների մեջ է։ Ես գնում եմ ամեն ինչ։ Պետք չի, տակարա օգտակար չի։ Թե ես դա հավանեցի, ուրեմն դա պետք է ունենամ։ Պարոն Կեսար, ներողություն էլի ուղղակի եկա, տեսա ու գնացի։ Իմ wish list-ը 2 կյանք առաջ արդեն պլանավորած է։ Ես ոնց կարամ ինչ-որ գումար խնայեմ։ Ես նույնիսկ իմ մտքի միջի գումարն եմ վաղուց ծախսել։ Հենց հիմա փորձի մտքիդ մեջ ինչ-որ թիվ պահես։ Չհասցրեցիր, որովհետև մինչև դու մտածում ես որն է ամենամեծ թիվը, ես հասցրեցի խխունջներով նասկի պատվիրել։ Այս աշխարհում ուղղակի գոյություն չունի գումարի չափ, որը ես չկարողանամ ծախսել։ Այդ Elon Musk-ը այնքան գումար ունի, որ ամբողջ կյանքի ընթացքում չի հասցնի ծախսել։ Ճիշտ է, Elon Musk-ը ունի լիքը փող, բայց չունի ինձ։ Ուղղակի տվեք ինձ Elon Musk-ին ու ես ձեզ խոստանում եմ, որ մինչև կեսօր Elon Musk-ը արագ սննդի կետում կանցնի աշխատանքի, որ հասցնի իմ հետևից ծախսերս փակել։ Այս աղջիկը աշխարհի միակ մարդն է, ով կարա Elon Musk-ին սննկացնի։ Հանգստած մի հատ չի երկնքից։ Ոչինչ, որ ես հիմա մոտ մի 3 տուն պակաս ունեմ, բայց զատո ունեմ Disney-վսկի ռասկրասկաներ, պոպ խաղալիքների անիմաստ կոլեկցիա ու տնային մինի կարաոկե։ Ձեզ ֆիմեր կատակ եմ անում։ Ոչ, բացատրեք ինձ խնդրում եմ։ Կյանքի ինչ իրավիճակում ես պետք է հայտնվեմ, որ ինձ պետք գա կարաոկե։ Все мы бабы стервы. Դրան զանգներ, գնամ Էլֆերի ակաժների անբոքսինգ անեմ։ Այստեղ կարող էր լինել ձեր գովազդը, բայց դուք այդքան ֆայն չունեք։